Դե զարմանալի չէ այդպիսի արձագանքը, որովհետև իրենք մարդիկ են, ում օրոք է մեր երկրում այսչափ քաղբանտարկյալները, պետք է արձանագրենք, որ մենք այսօր ապրում ենք մի իշխանության օրոք, որը եկավ հայտնի հեղափոխության արդյունքում այս քաղաքական ուժը իշխանության ժողովրդավարության արժեքների դրոշով։ Եվ ինչ ունենք այս պահին հենց այսօրով չառաջնորդվենք, երբ տասնյակներ են մեր քաղբանտարկյալները վերջին 5 տարիների ընթացքում հարյուրյակը գերազանցել են մարդիկ, ովքեր անազատության պայմաններում են գտնվել բացառապես իրենց քաղաքական դիրքորոշման համար։ Մի քիչ հանրամատչելի, որ մեր հանրությանը բացատրենք ով է քաղբանտարկյալը։ Քաղաքական բանտարկյալը, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ն ունի հստակ բանաձև 1900-րդ բանաձևով տալիս է հասկացությունը, բայց քաղբանտարկյալները ավելի հանրամատչելի այն մարդիկ են, ովքեր իրենց գործողության, ավելի ճշգրիտ որևէ գործողություն չկատարելու համար հայտնվել են անազատության մեջ կամ իրենց նկատմամբ ընտրվել է ավելի ծանր միջոցառում, եթե իրենք չհայտնեին իրենց դիրքորոշումը, որը ընդդիմանում է այսօրվա իշխանության գործունեությանը։ Բոլոր քաղաքական ընդդիմախոսները, հատկապես երբ նրանց խոսքը լսելի է, ծայրաստիճան հետապնդումներ են ենթարկվում։ Այսօր արձանագրված փաստ ունենք, որ մեր երկրում տասնյակներ են քաղաքական բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ ինչ է կարևոր, խորհրդարանական լսումը։ Խորհրդարանական լսումը հենց ընդդիմության շատ է, մեր հանրության մեջ բազմատուկ են մարդիկ եք, ովքեր այդ բազմաթիվ քննարկումներին ծիրում եք գտնվել, թե ինչու պետք է ընդդիմությունը ներկա լինի խորհրդարանում։ Սա այն կարևորագույն գործիքներից մեկն է, որի միջոցով մենք հանրությանը կարող ենք հասցնել, թե ինչ է մեր երկրում կատարվում։ Հատկապես այն պարագայում, երբ այսօրվա իշխանությունը պարբերաբար պնդում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկա, միջազգային հանրության կողմից արձագանք չկա, մինչդեռ ես այնքան էլ համակարծիք չեմ, վերջին ԵԽԽՎ նիստը, որը Երևանում կայանում էր, կհիշեք, իրենց ԵԽՊատգամավոր պարոն Ամորին կատարեց արձանագրում։ Նա հստակ արձագանքեց, որ իրենք հետևում են հայաստանյան իրադարձություններին եւ իրենց համար տարակուսելի է մարդու իրավունքների նկատմամբ միջամտությունները։ Ու նաեւ ընդգծեց, որ սա կարող է խոչընդոտ լինել դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Գլխավոր դատախազին նամակ էր հանձնվել, որպեսզի վերջինս եւս մասնակցեց լսումներին, դատախազությունից հայտնել են, որ Աննա Վարդապետյանը աշխատանքային ծառայության մեջ է, բայց նկատելի է, երբ օրինակ ոչ այս թեմայով, բայց լսումներ խորհրդարանում հրավիրում է քաղաքացիական պայմանագիրը, Աննա Վարդապետյանը գերազանցիկ աշակերտի նման առաջին այստեղ լինում է։ Սա ընտրողական մոտեցում չէ այս կառույցի ղեկավարի նկատմամբ, որը պետք է որ անկախ լինի սահմանադրորեն մյուս օրենսդիր մարմնից կամ գործադիրից։ Ասեմ ավելի, շատ տարակուսել է նման վերաբերմունքը, որովհետև մենք ինչքան էլ մեր իրավական պետության ծիրից հեռացել ենք, մենք խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություն ենք։ Ըստ մեր սահմանադրության, որը 15 թվականին ամրագրեց այս կառավարման ձևը, գործադիր իշխանությունը առհասարակ ու բոլոր պետական մարմինները հաշվետու են խորհրդարանին, ու խորհրդարանն է ամբողջ պետական համակարգի նկատմամբ հիմնարար վերահսկողական գործառույթ ունեցող մարմինները։ Ոչ թե սա պետքա լիներ կամարտահայտություն, այլ հրավիրված խորհրդարանական լսումը պետք է պարտավորեցներ բոլոր մարմիններին, այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարներին, գալու, ներկա գտնվելու, մարդկանց հուզող հարցերին պատասխանելու, արձագանքելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու։ Շատ մտահոգիչ է, որ տիկին դատախազը հարմար չի գտել ներկա գտնվելու, իհարկե շատ ցանկալի կլիներ ու նաև այս լսումների արդյունավետությունը կբարձրանար, եթե այլընտրանքային դիրքորոշումներ լիներ, եթե իրենց համար լսել լիներ այս կողմի դիրքորոշումները եւ հնարավոր է մի շարք հարցերի շուրջ գային ընդհանուր կողմերը եզրահանգման, բայց նաև պետք է արձանագրենք, որ հենց քաղբանտարկյալների առկայությունը մեր երկրում նաև իրավապահ մարմինների գործուն ներգործության հետևանք է։